Այսինքն մտածում էին մեր հոգու բժշկության մասին, որ մեզ առաջարկում էին դավանապով, այսինքն մեզ համար ցավ էին ապրում, ուզում էին, որ հայերը ճիշտ պաշտամունքի մեջ լինեն, իրենց հոգիները փրկվի։ Իհարկե ոչ, դավանապողության նպատակը ինչն է, ձուլելու, որտեղ հասկական քաղաքականություններ այնպես իր տիրապետության տակ գտնվող ազգերին դնելու նույն հավատքի մեջ, քաղաքական առումով միշտ նշում ունենալու, ազդեցություն ունենալու եւ այդ արդյունքում փոքր ազգերի ժողովուրդները դավանապողության միջոցով ձուլվելու են։ Իրական նահատակությունն էսու։ Կսիրեք Աստծուն, Աստծո խոսքը կպահեք, Աստծո պատվիրանը կպահեք, կլինի իրական նահատակություն, ամենամեծ նահատակությունը այսօր կա։ Այնքան մեղքը տարածվել է, այն աստիճանի գլուխը բարձրացել, աշխարհի այնքան աշխարհիկացումը տեղի ունեցել, որ այսօր պարզ պատվիրանը պահելը ամենամեծ նահատակությունն է մեզ համար։ Աստծո խոսքը պահել, նեղ դրնով անցնելը, թողնելու հպարտությունը, անվարտավարությունը, ագահությունը, նախանձը, լինելու սիրո մեջ, ներողամտության մեջ, եղբայրասիրության մեջ, միաբանության մեջ, հանդուրժողականության մեջ, մեկը քեզ անիծում է դու իրավար աղոթի, մեկը քեզ բամբասում է դու իրան օրհնի, այդ որ ասում ես երեսի խփեցին մյուս այդը դեպ դուր, ինչ է նշանակում ներողամիտ եղիր, մի գնահատելության, չարության, թշնամության, ողականության, այս ամեն ինչ եթե մենք պահենք, ամենամեծագույն նահատակությունն է հավուք Քրիստոսի մեզ համար։ Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, նախորդ կիրակի հիշում եք, քարոզը նաև սրա հետ է կապ։ Միմյանց սիրելու ամենամեծ նահատակությունն է մեզ համար։ Վասն հայրենյաց ամենամեծ նահատակությունը ինչ անելու, ժողովրդին առաջնորդելու, հայրենասիրության մեջ, ազգասիրության մեջ, այսօր ամենակարևորը մեր ինքնությունը պահելու, արվեստ, մշակույթ, ազգային, հոգևոր, բարոյական, բոլոր արժեքներով ապրելու, ուրիշների խրատելու, հորդորելու, ամենամեծ վասն հավատով եւ վասն հայրենյաց ապրելու խորհուրդն է մեզ համար։ Այն ինչ է, որ Աստվածաշնչի մեջ մեզ պատգամում Աստծո խոսքը, սիրեցեք, պետք է սիրես քո Տիրոջը, քո Աստծուն, քո ամբողջ հոգով, մտքով, սրտով եւ քո ընկերոջը, քո անձի նման։ Աստված պաշտպանության կենտրոնում է մարդը, հայրենասիրության կենտրոնում է մարդը։ Առաջին տեղում մարդն է։ Եվ եթե Աստծո խոսքը պատգամը դա մարդու հարաբերությունների հետ կապված, մեր Աստծո եւ միմյանց հարաբերությունն է, ուրեմն սերը եթե մենք տալու ենք, ուրեմն սերը ամենամեծ նահատակությունն է լինելու եւ ամենակարևոր ապրումը դրսևորումը մեզ համար վասն հավատով եւ վասն հայրենիաց։ Շնորհ սեր Քարն մեր Հիսուսի Քրիստոսի եւ իցի անձես եւ ընդամենեսյալսը